Եվ հարգելի ներկաներ, հարգելի գործընկերներ, իմ եզրակացությունը այս ամեն ինչից, կոնկրետ Հայաստանի Հանրապետության օրինակով, հետևյալն է, որ թվում է, թե ֆիզիկական կամ տեսանելի կամ աչքի առաջ գտնվող կամ կոնկրետ պարամետրեր ունեցող հանգամանքների փոփոխությամբ մենք կարող ենք հասնել շատ ավելի մեծ փոփոխությունների, քան ի սկզբանե կարող ենք մտածել։ Եվ այսօր ես ուրախությամբ եմ արձանագրում, որ այս ամեն ինչի բերումով Հայաստանի Հանրապետությունը գոյատևման օրակարգը փոխարինել է զարգացման օրակարգով, որովհետև այն ինչ նախկինում մեզ համար համարվում էր գոյաբանական սպառնալիք, մենք այսօր գտնվում ենք այդ սպառնալիքը, նկատի ունեմ աշխարհագրական դիրքը, բացառիկ առավելության վերածելու ճանապարհին, երբ որ Հայաստանի Հանրապետությունը գրավիչ է ներդրումների համար, այսօր իմիջիայլոց Եվրոպական միությունը ընդունեց հայտարարություն, որով միջազգային ներդրողներին կոչ է անում ներդրումներ անել Հայաստանի Հանրապետությունում։ Եվ սա կարևոր արձանագրում է այն բանի, որ խաղաղությունը Հայաստանի Հանրապետությունում ոչ միայն հաստատված է, այլև ունի միջազգային վստահելիություն եւ միջազգային ինստիտուտները ներդրողներին հրավիրում են Հայաստանի Հանրապետություն այդ ներդրումները իրականացնելու եւ այդ ներդրումները արդեն իսկ ընթացքի մեջ են։ Եվ հետեւաբար մեր օրինակը կարծում եմ շատ կարևոր օրինակ է, թե ինչպես երկիրը առանց նոր հանքեր բացահայտելու կարող է զրո էներգետիկ ռեսուրսով երկրից վերածվել անսահմանափակ էներգետիկ ռեսուրսներ ունեցող երկրի, ինչպես կարող է երկիրը հուսահատ աշխարհագրական դիրքը փոխարինել հուսավառ աշխարհագրական դիրքով, որը ըստ էության առանցքային նշանակություն կունենա երկրի կայունության, խաղաղության, զարգացման եւ անվտանգության համար, որովհետեւ այստեղ կարեւոր է շատ նաեւ անվտանգության գործոնը, այն նախագիծը, որը մենք ներկայացնում ենք եւ որի մասին ես խոսում եմ, հյուսիս, հարավ, արևելք, արևմուտք, հուսալի ճանապարհ դառնալը, այդ թվում անվտանգության հուսալի գործոն է, որովհետեւ երբ որ մենք կդառնանք եւ մենք այսօր արդեն դառնում ենք այդպիսի երկիր, որը իր տարածաշրջանում, իր միջավայրում, իր հարևանության հետ, որովհետեւ սա էլ է շատ կարեւոր, որովհետեւ ասել, որ Հայաստանի Հանրապետությունով է անցնում արևելք, արևմուտք ամենակարճ ճանապարհը, այդ նշանակում է ասել, որ Ադրբեջանով է անցնում արևելք, արևմուտք ամենակարճ ճանապարհը, Թուրքիայով է անցնում արևելք, արևմուտք ամենակարճ ճանապարհը, որովհետև չի կարող արևելք եւ արևմուտք ամենակարճ ճանապարհը անցնել Հայաստանով, բայց չանցնել Ադրբեջանով, անցնել Հայաստանով, բայց չանցնել Թուրքիայով։ Եվ հենց սա է ընկալման փոփոխությունը, որ մենք ինչպես եւ ընդունված է ասել, մեր երկրի սահմանները տեսնում ենք ոչ միայն եւ ոչ այնքան բաժանարար նշանակությամբ, որովհետեւ սահման այնուամենայնիվ ունի բաժանարար հատկություն, բաժանում է երկրները իրարից, բայց մենք տեսնում ենք սահմանները այդ թվում միացնելու, համախմբելու հատկությամբ, երբ մեր տարածաշրջանի երկրները կկարողանան միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանների անձեռնմխելիությունը եւ իրավազորությունը հարգելով այնպիսի համագործակցություն հաստատել, որ խաղաղությունը ոչ միայն ձեռնտու կլինի բոլորին, այլև խաղաղությունը կենսական կլինի բոլորի համար,